Մարտի 11-ին Մայրաթոր Սուրբ Էջմիածնում Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսի նախագահությամբ սկսվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը։ Ժողովը բացվեց տերունական աղոթքով, որից հետո խորհրդի հոգևորական եւ աշխարհական անդամներին իր օրհնությունն ու բարեմաղթանքները փոխանցեց ամենայն հայոց կաթողիկոսը, գոհունակությամբ ընդգծելով Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքի մասնակցությունը Գերագույն հոգևոր խորհրդին։ Նորին սրբությունը իր գնահատանքը հայտնելով ներկաներին օգտակար ծառայության համար հայցեց Սուրբ Հոգու առաջնորդությունը ժողովի բարեհաջող եւ արդյունավետ ընթացքի համար։ Քառօրյա ժողովի օրակարգում ընդգրկված էին ազգային եկեղեցական ժողովի կազմակերպական աշխատանքներին, եկեղեցու հովվական, կրթական, կանոնական, վարչական, կարգապահական, սոցիալական ու եկեղեցու առաքելության արդյունավորմանն առնչված այլ հարցեր։ Գերագույն հոգևոր խորհրդին ներկայացվեցին նաև Մայրաթոր Սուրբ Էջմիածնի 2024 թվականի գործունեության տեղեկագիրը, հոգևոր վարչական գործունեության զեկույցը, ֆինանսական հաշվետվությունը եւ վերստուգիչ հանձնախմբի տարեկան հաշվետվությունը։ Քննարկման առարկա դարձան հայրենական կյանքի արտաքին եւ ներքին մարտահրավերները, Ադրբեջանում ապօրինաբար պահվող գերիների եւ Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական խնդիրները։ Ժողովի օրերին հրապարակվեց Գերագույն հոգևոր խորհրդի հայտարարությունը Արցախի քաղաքական ղեկավարության, զինվորականների եւ քաղաքացիական անձանց նկատմամբ Ադրբեջանում իրականացվող շինծու դատավարությունների մասին։ Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է. Գերագույն հոգևոր խորհուրդն արձանագրում է, որ Ադրբեջանում անազատության մեջ ապօրինաբար պահվող հայ գերիների եւ պատանդների նկատմամբ արարքները հայ ժողովրդի եւ Հայաստանի Հանրապետության դեմ ադրբեջանական իշխանությունների շարունակվող թշնամանքի եւ ագրեսիայի հերթական դրսեւորումներն են։ Ակնհայտ է, որ միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների բացահայտ խախտումներով ընթացող դատավարությունն ուղեկցվում է գերիների խոշտանգումով եւ անմարդկային վերաբերմունքով։ Անթաքույց նպատակ է հետապնդվում հիմնովին խեղաթյուրելու Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման պատմությունը, միտում ունենալով նվաստացնել մեր ժողովրդին ու հայոց պետությանը։ Անտեսելով միջազգային հանրության հորդորներն ու պահանջները, ադրբեջանական իշխանությունը փորձ է անում ոչ միայն քողարկելու, այլև արդարացնելու իր իսկ սանձազերծած ցեղասպանության եւ պատերազմական հանցագործության անհերքելի փաստերը, ինչպես նաեւ զոհերին ներկայացնելու իբրև ոճրագործներ։ Շինծու դատավարություններով եւ հայ գերիներից խոշտանգումներով կորզված կեղծ ցուցմունքների միջոցով ադրբեջանական իշխանությունները փորձ են անում հեռահար նենգ նկրտումներով դատավճիռներ ապահովել, նախադրյալներ ստեղծել Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի նկատմամբ նոր պարտադրանքներ եւ ագրեսիա սանձազերծելու համար։ Սրան զուգահեռ ամեն ինչ արվում է արգելափակելու համար միջազգային փաստաբանների եւ միջազգային կազմակերպությունների այցերը հայ գերիներին։ Նրանք զրկված են նաեւ հոգեվոր խնամքից օգտվելու տարրական հնարավորություններից։ Այս պայմաններում մեծապես կարևորում ենք Հայաստանի պետական մարմինների եւ համահայկական կառույցների ջանքերի մեկտեղումը հայ գերիների եւ պատանդների նկատմամբ բռնություններով ուղեկցվող ապօրինի գործողությունները դադարեցնելու եւ գերիների ազատ արձակմանը հասնելու համար։ Հորդորում ենք Հայաստանի իշխանություններին նախաձեռնել գործուն ու հնարավորինս տեսանելի քայլեր այս նպատակի իրագործմանը ծառայեցնելու հայկական եւ միջազգային շրջանակների բոլոր հնարավորություններն ու ամբողջ ներուժը։ Կոչ ենք ուղղում նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների առաջնորդներին, մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող միջազգային կազմակերպություններին ու նրանց ղեկավարներին առավել ազդու միջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ հայ գերիներին անհապաղ հայրենադարձնելու համար։ Տարածաշրջանում կայուն երկարատև խաղաղություն եւ սերունդների համար արժանապատիվ գոյակցության պայմաններ կարելի է ապահովել միայն առկա հիմնախնդիրների արդար հանգուցալուծման եւ Արցախահայության իրավունքների իրացման պարագայում։ Աղոթքով ահռ բարձրալը զորակցություն ենք հայտնում գերեվարված սիրելի մեր զավակներին, պատգամելով զերծ մնալ բողոքի այնպիսի գործողություններից, որոնք անմիջական սպառնալիքներ կարող են ստեղծել իրենց կյանքի եւ առողջության համար։ Մեր հորդորն է սիրելի Ռուբեն Վարդանյանին դադարեցնել հացադուլը եւ ամուր հավատով շարունակել պայքարել հանուն ազատ ու արժանապատիվ կյանքի իրավունքի։ Մեր հայցն ենք վերառակում առ Աստված բոլոր գերիալների, նեղյալների եւ նրանց ընտանիքների համար, խնդրելով Տիրոջ օրհնությունն ու օգնականությունն ամենքին, ասվում է Գերագույն հոգևոր խորհրդի հայտարարության մեջ։